Վերկացա դուրը բացեցի, օդս չի հերիքն, սենյակն ենքան շոքա, այն որ բողոքում եմ, բայց էսա, որ գնամ հասնեմ մեր Ստեփանավանը, աչքիս ես պահերի Երանի եմ տալու, որովհետև դե մեր տները բոլորս էլ ուզում ենք խնայենք, բայց այս մարդը մեր համար չի խնայում, վառմա, տաքացնում սենյակները, որ մեր երեխեքը չմրսեն, բուժումը հավուր պատշաճ եղնի։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, ես երեք իմ համար ինչ էի անում, խոսում էի շատ կարևոր, եթեր արեցի, եթերից հետո խոսում էի, ես կոմ, մեկ էլ իմ ինստագրամին ձեռքերս դողումա, կոֆեն ձեռիցս թրջումա, ուրեմն իմ ինստագրամին նամակ ա եկել, սիրելի հետևորդներ ջան, իմ հետևորդուհի Լիլիթն ա ինձ հուշում, ասմա Անահիտ մտի ես էջը ու տես որ դու առաջատարն ես, այ մարդ, ինչի առաջատար, որտեղ եմ առաջատար, որ ես սկի ոչ մի բանի ոչ մասնակցել եմ, ոչ մի բան, մասնակցելն եկավ, ասեցի, ճիշտ առաջարկ ստացել ենք, Ալեքսս պետք է էլի փառատոնի գնար, բայց թե բուժումը ավելի կարևոր է, փառատոնը ոչինչ, առաջաստար մյուս տարի կմասնակցենք, թող ոչինչ նեղությունս դառնի, ճիշտ է շատ էի ուզում, որ մասնակցեր Ալեքսը, որովհետև այդ երգով եմ մեկը հենց ես ապրում, ուժը ստանում, աչքերս ու գլուխս ու թևերս վերև Աստված կանչում ու ասում Տեր ջան, ինձ ուժ տուր շարունակելու համար, մի խոսքով։ Ու սիրելի հետևորդներ ջան, մեկ էլ սենց մտածում եմ, ընգզանգս էլ ենքան կարևոր էր, որ չէի կարա էլի անջատեմ, տենամ ես Լիլիթն ես ինչ ասում, ես ինչ ուղարկել, ես որտեղ եմ ես առաջատար, մենք, ինչի ես ներողություն, որտեղ ենք մենք առաջատար, որ ես իսկի չեմ էլ տեսել, հա, ու էտա ասեցի Լիլիթ ջան, խնդրում եմ էլի, եթե քեզ դժվար չի, ես երկրորդ հեռախոսով եմ խոսում, մի վարկյան ձայնային ուղարկեցի, ասի չեմ կարա անջատեմ, խնդրում եմ մի հատ կհասկացնես, ինչու՞մն ա բանը, որտեղ եմ առաջատար, իդեպ ես իմ կոֆեն դրել եմ, դուք էլ դրեք, քերիքս ասավ Անահիտ ջան, ես ինչ կամպանիան, Արմենիան, չգիտեմ ինչ, 2025 թվի լավագույն YouTube էջն ա համարվել մեր Անահիտ Ալեքս էջը, լսեցիք շուտով կունենանք սերտիֆիկատը, եթե սա սուտ չինինջը չեմ հավատում, դե որ այդքան ասեց, շնորհակալությունս հայտնեցի, ձեզ էլ եմ իմ շնորհակալությունը հայտնեմ, սիրելի հետևորդներ ջան, որ դուք այդքան լավն ու ուշադիր եք, սիրելիներ ջան, տեսեք ես իմ համար իմ սենյակը, իմ անկողնում նստած, պաղկած, կարևոր չի, ինչ գիտեմ, ինչ ա կատարվում, այ դուք այդքան ուշադիր ու հետևողական ձևով հետևում եք ինձ ու ասում, որ ինչ ա կատարվում, շատ ապրեք, շատ շնորհակալ եմ, այն որ Աստվածն առատապես օրհնի ձեր ամեն մի օրն ու ժամը, որ դուք այդքան ուշադիր եք, նույն այդ ձև ուշադրությունով էլ ու ակնածանքով, նեղվածությունով, շատ եք ինձ ասում, այ Անահիտ, ինչի են Ալեքսի մասին ես, Ալեքսի մասին են, բայց թե այս վերջի դեպքից հետո կրկին անգամ թեպետ դեպքը վերջացած չի ընթացքում ա, շատ էլ թե մարդը իր ակաունտը ջնջել ա, ինչ շատ էիք հարցնում, ինչ եղավ, թեման չի փակվելու, սիրելի հետևորդներ ջան, վերջը մի սիրուն օր եք դրա մասին կիմանաք, մի խոսքով, շատ եք ինձ ասում, Անահիտ ջան, ինչի են էլ, ինչի, մարդիկ տարբեր են, ինչքան ուզում ա ես ինձ կոտորեմ, միևնույնն ա, մարդիկ տարբեր են, սիրելի հետևորդներ ջան,
Նույն ձևով էլ համ լավն եք նկատում, համ վատը։ Շնորհակալ եմ շատ, այնքան աղեր, որ ինձ ասել եք, խի են ուրիշի, այս ինչ էջում ձեզ քննարկում։ Նկատելի ենք երևի, թե դրա համար, չգիտեմ։ Ինչև է, այս ուրախ պահից չշեղվեմ, իմ կուֆեն արդեն էփել է, շատ հավեսով լավ խմենք, բարձր տրամադրությունով ու շարունակեմ իրական եղելությունը։ Ինձ շատ եք հարցնում, երբեմն էլ քննադատում, ինչի սրա հետ չէ շփվում, ինչի այս մյուս բլոգերի հետ չէ շփվում եւ այլն եւ այլն եւ այլն։ Կար ժամանակ, որ ես կոպիտ ասած իմ ամեն մի քայլը իմ ուրախությունից ձեր հետ կիսվում էի, եթե անկեղծ նվեր ստանալ կլներ, բլոգերի հետ ծանոթանալ կլներ, հաճելի մտահղացում ունենալ կլներ, ամեն ինչով կիսվում էի ձեր հետ։ Հետո երբ որ մի քիչ շատ սենց փորձեցիք քարկոծել եւ այլն, լավ անայդ ասեցի, այդքան չէ, սենց թեթև տուրու անցի։ Ու այո, իմ շփման քանակն ու հարթակը երբեք չի փոքրանում, փառք Տիրոջը, ընդհակառակ օլորի ավելանում ու մեծանում է։ Ես Տիրոջը ինչ լիարժեք սրտով, հավատքով ու մաքուր բերանով խնդրեմ, իմ ամենակարող Տերը միշտ էլ ինձ օգնել է ու օգնում է ու դեռ պիտի օգնի։ Այ երբ որ ստեղել եք, ասի Տեր ջան, խնդրում եմ, ինձ այս ինչ հարցերում օգնի, այս մի հարցում էլ օգնի։ Գիտեք, սիրելի հետևորդներ, պահեր կա, որ անկարող ես, չի լինում էլի այդքան ուսերիդ վրա տանես ու ոնց թեքվում ես, գմես, որ քո Տերը դու ես, քո հույսը դու ես ու մեկ էլ վերևի ամենակարողը ու այնքան հետաքրքիր էր, երբ որ ես խնդրեցի Տիրոջը, եղավ են ինչ որ ես շատ էի ուզում, սիրելի հետևորդներ ջան։ Մի խոսքով, հիմա նույն այստեղ, երբ որ ես այս էջը բացեցի, ընթացք կար շատ լավներ, դե ամեն ինչի լավն է, թազեն միշտ լավն է, չէ, մեր մեծերը շատ իմաստուն խոսքեր ունեն, ու իզուր չի, որ ասում են թազը ավիլը լավ ավլում, հենց հնանում այլ լավը չի, նույնը, դա փոխաբերական իմաստով է, սկզբում ամեն ինչ լավ էր, հետո երբ որ քարկոծվեցի, ընթացք կար, որ ասի լավ է, թող սենց էլ ասեցի, ասի լավ է ռադարա, թող սրան փագեմ, գնա մնա իմ խոհանոցային էջը, ուղղակի խոհանոցային էջն էլ չի լինում այն ձևի ակտիվություն, ոնց տեղա մի խոսքով, որովհետև այն ինչին, որ սենց այսենց մատերի տարանքով ես նայում գոնե սենց չէ, այսենց չի լինում քո ուզածը, մի խոսքով, ոնց որ մեկը վերևից, իհարկե իմ ամենակարող Տեր Հիսուս Քրիստոս, մի փագի, մի արա, ընդամենը ես քեզ կտամ համբերություն ու դու համբերի, չէ որ համբերելով ենք ամեն լավ բաների հասնում, համբերությունը մի ամբողջ կյանք է, իսկ մի ամբողջ կյանք համբերելու համար համբերությունը երբեմն այնքան պակաս ալնում, որ քեզ ընքան անզոր ես մի խոսքով շատ չմանրանամ, սիրելի հետևորդներ, էտա չփագեցի ու հրաշքների հետևից լինում են այս էջում, խոհանոցային էջում շուտով ինչքան ենք, 90 կամ 3000 ենք, կամ 4, ստեղ անգիր գիտեմ, 27-400 ենք, ընդեղ չեմ հիշում, այ տեսեք, իրոք չեմ հիշում, սպասեք ստեղով նայեմ, հիշամ իրոք է, ստեղ 27, շուտով 500 կդառնանք, ստեղ 93-500 ենք, փառք Տիրոջը, շնորհակալ եմ, ու սիրելի հետևորդներ ջան, սենց մնաց, ու այս ձևի հրաշք մարդկանց հետ եմ հանդիպում, հրաշք պահեր են լինում մեր կյանքում, ինչը որ ինձ հենց մեկը ինձ շատ չափից շատ դուր է գալիս ու ուզում եմ էլի, որս չենք ուզի հաճելի լինի մեր համար, հրաշք լինի մեր համար,
Մի խոսքով սենց մնաց, մի երեք Լիլիթը ինձ ասման այդ գիտեք, որ առաջատարն եք ու ես երբ որ խոսալս վերջացրի պրծամ, խոսքս բլոգեր ընկերներից մասին էր, չէ։ Հենց այդ գիշերվա ժամը 11-ներ է, զանգեցի իմ բլոգեր ընկերներից մեկին, որովհետև շատ բլոգեր ընկերներ ունեմ, ու ներողություն խնդրելով ինքը իմ վրա ջղայնացավ, ասման այդ ես տեսակն ենքան լավ գիտեմ, ուրեմն պետք է որ այս ժամին զանգել ես, ասում եմ սենց, շատ հարցեր եմ քննարկեցինք իրար հետ ու ինքն էլ ասպասում, որ տենա ինձ ինչ են պատասխանել ու Այսա այդ սկզբի ձայնագրած պահը իրան կուղարկեմ, հետո նոր կտեղադրեմ էջում։ Ես ասում եմ կարողա ֆեյք հա, կարողա ինչ-որ մի բան չէ, ասման այդ սենց կատակով ասում աստե շատ լավ հոտ ա գալի, ես քեզ արդեն իսկ շնորհավորում եմ, լավ էլի ասում եմ, հա, ասում այ կտեսնես ու պաստորեն ինքը ճիշտ էր, սիրելի հետևորդներ ջան, 25 թվի առաջատար յութուբյան էջն է իմ էջը համարվել, ինչի համար ոնց կարամ շնորհակալ չլինեմ առաջին Աստծուն, հետո ձեզ, հետո երևի թե կզարմանաք ու կքննադատեք էլ, բայց մի քիչ էլ ինձ, իմ երեխին, որ այդքան համբերատար ձևով համբերել եմ ամեն ճիշտ է մեկ հունից դուրս եմ եկել, հետո փոշմանել, ասում եմ լավ է, դա այդքան կար, այնա հանգիստ, ծիխը մի նամակեր իրա վրա կգնար կպրծնեինք, ինչի ես տենց եթերային արի, բայց թե մեկ այն որ համբերությունը հատ նման, իրոք ոնց են ասում, չես կարում, քեզ կառավար ես էլի, ու մի այ Ինչքան ուզում այնց քարկոծեն ու փորձեն թևաթափանեն, իմ ամենակարող տերը իմ հետ է, իմ Ալեքսիս հետ է, մեր հետ է, նույնը ձեզ եմ ցանկանում, սիրելի հետևորդներ ջան, թող ձեր հետ էլ լինի, հավատացեք Տիրոջը, լիարժեք հավատացեք, ինչ-որ մի բան խնդրելուց հենց ամբողջ հոգով ու սրտով խնդրեք, անհնար է որ չլինի, անհնար Ես չեմ հավատում, որ կարա չլինի, այս հենց հրաշքները իմ կյանքում միամտաբար են լինում, հնես չի, որ ես ասել եմ Աստված ջան ինձ օգնի, որ իմ էջը դառնա առաջատարը, չէ, իմ էջի շատ բաժանորդներով էջեր կան, ոնց ասեմ, ավելի ուսուցողական, ավելի էս, ավելի են, ուղղակի ստեղել է էլի երևի թե Աստծո գործոնը, Աստված իրոք ինձ ասում են այդ հավատա դու Աստծուն, թևաթափ մի եղի, բռնի քո երեխու ձեռը պինդ, այս սենց պինդ ու ոչ մի անգամ, ոչ մի պարագայում իրան բաց չթողած ու գնա առաջ։ Ու հենց այդտեղից սենց որ խորանում եմ, օրինակ մեկ ասում է, ինչի էլի, ոնց եղավ, որ էջիս անունը դրեցի Անահիտ Ալեքս։ Մի վայրկյանում եմ ես դա որոշել։ Մի վայրկյանում, կարա լրիվ ուրիշ անուն դնեի, բայց էդ էլ էր Աստծո գործոնը, էդ էլ էր Աստծո հուշումը իմ մեջ, որ ես այդ էջը հենց տենց էլ անվանեմ, ու այսօր այսքան յութուբյան ալիքների մեջ, շունչս կտրվում է, իմ էջը, մեր էջը համարվել է առաջի տեղում, հետնեմ շուտով սերտիֆիկատը կստանանք մյուս շաբաթվա մեջ փաստորեն։ Այդ տենց բաներ, սիրելի հետևորդներ ջան, դեռ չեմ կարում հավատամ, կոֆես խմեմ ու չմոռանանք, որ ինչի համար ենք ստեղ հավաքվել, ինչ ունենք անելու, 11:15 բուժական թեյ ունենք խմելու, երեկվանից սկսած, հա, որոշել եմ մեր ամեն մի պրոցեդուրայի մասին անհատական խոսամ, ասեմ, պատմեմ, որովհետև հետևորդներս, որ դուք եք, դուք պահանջում եք,
պահանջում եք նույնիսկ խոսեմ սնունդի մասին, ես մտածում եմ դե նույն բանը ամեն տարի ասեմ, բայց փաստորեն պետք է ասել։ Սնունդի մասին երևի թե նախավերջին օրը կխոսեմ։ Տենց էլի սիրելի հետևորդներ ջան։ Հիմա գնալու ենք բուժական թեյ խմելու։ Թեյն իր մեջ ունի 5 խոտաբույս, եթե ես ճիշտ եմ հիշում։ Ու այսա որ գնանք ընդեղ կհարցնեմ, որ հանկարծ ստից մտից բաներ ձեզ չասեմ, խայտարակ չլնեմ։ Այդքան բան։ Ես դեռ մտքով ընդեղ եմ, գիտեք չէ, ինչքան ուզում եմ ուրիշ թեմաներից խոսամ։ Շնորհակալ եմ քեզ։ Նույն բանը Մանուշակին հարցրի, Մանուշակն են ասում, հա քուրիկս, ոնց որ թե առաջի տեղում եք, բայց ինչա, ոնց է գաղափար անգամ չունեմ։ Ու ես իրան էլ կասեմ, իրանց մոտ դե արդեն գիշեր է։ Ձայնագրածս իրան էլ կուղարկեմ, ինքը կհասկանամ։ Իմ ու ձեր շատ սիրելի Մանուշակը, սիրելի հետևորդներս։ Հիմա ես իմ կոֆեն հավեսով ասել խոսալով խմեցի, մի հատ ժամին նայեմ, ժամն էլ առաջ չի գնում, հետ չի ուզում առաջ գնամ։ Այս պայն մեր մոտ 10:30 սիրելի հետևորդներ, հեռախոսից վրա 2 ժամացից տալիս, մեկը պսկովը, որտեղ մերոնք են, սիրտս տականում է։ Այս մեկն էլ մեր ժամը, ու ձեզ ամեն անգամ աչքս վանգնում է պսկովին, ասում եմ ախ Աստվածիմ, երևի թե դեռ պահը չի էլի, որ մի հատ էլ գնանք։ Տեսնենք, առաջ Աստված մեծ ամ, Աստծո գործերն անքննելի են, սիրելի հետևորդներս։ Այդ տենց բաներ։ Ստեղ էլ կարծեմ, հա, Մանուշակի Instagram-ով էր ինձ էլի ուղարկել էջի լոգոյի նկարը, որ մենք առաջատար ենք, հա։ Չէ, բայց Я нашла это фото так мелко, что не видно было. Я тебе сфотографировала, конечно, скриншот сделала и послала. Очень плохо смотрится, но послала тебе. Я не знаю, как твоя Инстаграм, девушка увидела даже. Такой мелкий. Փոքր է, որովհետև ցույց է տալի բանկեր, չգիտես թե ինչ էր, ու 3 առաջատար YouTube-յան ալիքներ, որտեղ 3 YouTube-յան ալիքներ, առաջի, երկրորդ, երրորդ տեղը, դե ու սենց փոքր էջի լոգոն կա, շատ փոքր, այն մոբայլ հավելվածն ոնց ենք չէ, ունենում մեր քարտի հավելվածի լոգոն փոքր, այդ նույն ձևի մեր էջի լոգոն է փոքր, բայց կարևորը չափը չի, կարևորը տեղն է, տեղը։ Այդ տենց բաներ, սիրելի հետևորդներ ջան, հմյանջատ եմ, առաջինը մի հատ զանգ եմ մերոնց, այդքանը ասեմ, հետո տենամ, էլ ինչ եմ անում, էլում հետ եմ խոսում, գնացինք։ Արդեն թեյ ենք խմում, լավնա չէ արդեն։ Թաղց վերաբոյ էլ ինչ էր։ Մեղրածաղիկ անթավա։ Բրձար ալեքս, հա։ 5 ծաղիկ, գնացինք։ Ուրեմն ճաշել ենք վերջացրել։ Դուրս եկել առողջարանի դուռը, սիրելի հետևորդներ ջան, ու եղանակը այսենց սիրուն, կապույտ երկինքով, լավ որ է բացվել, վայ տեսել ես այս ծառի վրի կպած խնձորները ալեք։ Հրեն, փոքր մանր խնձորները։
չկա խնդորներ, չէ՞։ Խոսքով գնանք մի քիչ պրպրանք Սիրուն Աշունա Հա սրտո ջան դե արի Օր լավ հավեսան բացվեց հնենց ծուղտեր էլ ասելու չի Ոչ մի չեն ծախում։ Հա Այստեղ Մեր սենյակը ունենք մենք նարինջ, մանդարին, խնձոր Նու, ինչ ասես կա Ալեքս տղա Շատ սիրում հա որ գնա Ցայտ աղբյուրից ջուր խմի Հա Ուզում եմ արև նգնի Գնա խմի Դե գնա Այսենց հավես պահեր Աղբյուրի մոտ կանգնած մի աղջիկ Լեխին սապոր որ ջուրներ անուշիկ լավ նորևա Տղան զեպչիկա է, չէ, Հա սրտոջը չգա է Սիրելի հետևորդներ ջան, մեր մոտ ոնց եմ ասելը օրա շարունակվում չթափես կոֆե ջան Բղես եմ մի սենյակմա ես ես մի մեր բոլոր պրոցեդուրաները վերջացրել ենք մնացել է մեկը Այդ մեկի հարցը մի քիչ զոռա, որովհետև դիսկոյի ժամին որ տենց բաներ լինի, չգիտեմ ոնց դիլնի մի խոսքով Կերևա պատկերացրեք օդս նորահերի քանը այնքան շոկ էր ամբողջ մասնաշենքը հետաքրքիր ենք, չէ Մենք մարդիկս Ցրտից նեղվում ենք, շոքից նեղվում ենք, բայց մարդը բարեխղճորեն սիրուն ձևով իր շենքը հաստատությունը տաքացնում է, որ թե երեխեքը, թե մեծահասակները չմրսեն, չհիվանդանան։ Այնքան ծիծաղել էի, այս պայն հեչ հավես չունեի կոֆե էփելու Չգիտեմ ձեր հետ եղել է տենց բան թե չէ, որ ուզում ես գլուխդ բարձին դնես, հետո հենց պարկեցի, որ ասի իրոք գլուխս բարձգացի, որ չէ, էլ չեմ ուզում, մի տեսակ ուզեցա, որ ձեր հետ խոսամ, խի եմ ծիծաղել, Ալեքսը սենց բացել է, վերցրել, մեկը սենց մամ ջան կարելի է չէ, որ բացել եմ, ասեմ, թե որ ասել ես, թե որ բացել ես, բա ոչ չի կարելի, հա, մեկը սենց մամ ջան, որ ճիշտն ասեմ, շատ համով էր, ես մեկն էլ քեզ խոսքի, ու ես էլ դա հետ տեղը դրեցի, չգիտեմ, ծանոթ եք, ես կոնֆետին թե չէ, ես Ալեքսի ուզելով եմ առել, սիրելի հետևորդներ ջան, ինքը շատ համով է, արժեքը 1000 քանի դրամ էր, չեմ հիշում, ու մի խոսքով համտեսել եմ, էլ չեմ ուզում, մի հատ հետևորդուհի ունեմ, ինքը որի մեջ եմ տենում ասենց ցույց եմ տալիս էլի առնելիքը, բացելիքը, խոսում ավրիս, խոսում ու ճիշտ անում, որովհետև սրանց մեջին ոչ մի լավ բան չկա,
Բայց թե երեխայի աչ կատեն նման սիրտա ուզում է, մանավանդ այսքան երեխեքի մեջ, հլա դեռ պայքարում եմ չիպսի համար, չիպս էտա չեմ առնում, բայց հենց բաները գոնե առնում եմ սիրելի հետևորդներ ջան։ Ես էլ ասի չկա, մի հատ կոֆե խմեմ, այս իմ երկրորդ կոֆեն է ու վերջի, որովհետև ամեն ինչի մեջ չափն է գեղեցիկ, իսկ ասած Սևակին ով է ստեղծել այդ չափը, ոչ մեկս չգիտենք, երևի թե ամեն մարդ ինքը իր համար է ստեղծում իր չափը սիրելի հետևորդներ ջան։ Հիմա ուզում եմ խոսամ իմ առավոտվա տեղադրած հոլովակից ու էմոցիաներս շատ էին, ամեն ինչը շատ էր, դեռ իրիկունվանից այդ վիճակում էի ու նայում եմ, ուրախանում եմ, ինչքան եք էլի ուշադիր, ինչքան եք բարյացակամ ու ինչքան իրոք խելացի ազգ ենք մենք, շատ եք ինձ հորդորում, թե անձնական նամակներով, թե գրառումների բաժնում, Անահիտ ջան չխաբվես, կոդ ուզեն չտաս, ինչ տվյալ ուզեն չտաս, սիրելի հետևորդներ, այս որ դարում ենք ապրում, որ ես տենց բաներ անեմ, ես անգամ իրանց, որ զանգեցի, դա այն ձևի համար է, որ ոնց բացատրեմ, իմ հետ կապ չունեցող համար է, որովհետև ճիշտը դա է, նամանավանդ, եթե աշխատում ես օնլայն հարթակում, այո, ինչքան ուզում է ուրախ լնես, ինչքան ուզում է սենց էմոցիաների տրվես, զգուշությունը միշտ շատ կարևոր ու լավ բան է, ինչի համար ես միշտ զգուշանում եմ, ուղղակի այդ ուրախ ու էմոցիոնալ րոպեներին չուզեցա կցեմ այն նաև այդ իրողությունը, հա, այդ մի 7 րոպե մեջ տեղավորեցի ու չասեցի, որ իհարկե, գիտեմ, իհարկե փառքաստու չիմանամ էլ, այ որ դիմում եմ իմ բլոգեր ընկերներին, իրանք էլ շնորհակալ եմ շատ իրանց, շատ չափից շատ իրանց, ձեզ, բոլորիդ, Անահիտ ասում է, նախ ես այդ մարդուն, ռուսախոս մարդուն, հետո էլի զանգեցի, ասի, որ ջմեյլ, մմեյլ, տուդիմ, սյուդիմ, ամեն ինչն էլ կա, փառքաստու եմ, որ ասում է, ես իմ ստրախովկեն ունեմ, այդքան միամիտ չեմ փոքր լտնենք, ասենք ում խելքս հացուպանիրի հետ չեմ կերել, չէ, այդ բաները ես գիտեմ, զգուշավոր եմ, շնորհակալ եմ, ամեն ձևով կոպիտ ասած ինձ ապահովագրել եմ, անգամ զանգը իմ անձնականով ես չզանգեցի իրան, որովհետև անձնականս iPhone-ս այդ էլ նկարահանման տակ էր։ Բլոգեր ես, ամեն բան չպետք է բացահայտես, ուղղակի ինչի բացահայտեցի, համ իմ շնորհակալությունը հայտնելու համար, համ էլ չիմանաք էլի Անահիտը, որ խելոք, գլուխը կախ, լուրումունջ, շատ բաներ կուլա տալիս, շատ բաներ չտենալու, չլսելու ա դնում, դե չի հասկանում, Անահիտը շատ լավ, անուբն իրարից տարբերում է ու գիտի, որ նամանավանդ ես են դարում ենք, որտեղ ամեն ինչ կարա ալնի, ինչի մասին է խոսքը։ Այսօր բարեկամի լավը չի ուզում ցավոք սրտի, ինչ թե մնաց ուրիշ մի մարդ իմ գլխին չսարքի, են է ոնց կսարքի, Աստված հեռու տանի իհարկե, իմ ամենակարող Տերը երբեք ու երբեք չի թողա միշտ էլ մեզ պահապանա, մենք իր հովանու ներքո ենք։ Դրա համար մի տեսակ ուզեցի այդ պահերով ձեր հետ կիսվեմ, էլ ընդեղ ով էր գրել, մի աղջիկ, այն որ եղմ ու դեղմ ամ, համի ռուսերեն լեզվով, գրել էր, որ բանա, ինչքան պրակտիկ ու հասարակ կարա ալնի, որ չիմանա կարա իրան խափեն, այո, ես չեմ ամաչում հասարակ լինելուց, ես չեմ ամաչում պրակտիկ, որ քիթս ցից ու բարձրելներ, 90 քանի հազար մարդ իմ կողքը չեր հավաքվի, իմ շուրջը չեր հավաքվի, քիթը ցից մարդնում ա պետք, ինձ որ պետք չի, թե ձեզ պետք ա չգիտեմ,
սիրելի հետևորդներ ջան, ներող որ տենց ասեցի, գրառում անողը լավ գիտեմ ով է, դրա համար էլ ձեզով եմ դիմում, ոչ հանրային, ձեզը տավիճ մեջ, մի խոսքով ապրեք, շատ գոհ, շատ շնորհակալ եմ ես ձեզանից, ոնց ասեմ էլի, իմ ուրախության հետ ուրախանում եք, իմ նեղվածության հետ նեղվում եք, ինձ միշտ ուզում եք ուղղություն տաք, ես սիրում եմ այդ ուղղություն տալը, վերցնելը, հարցնելը, միշտ ասել եմ, չիմանալուց եմ ամաչում, հարցնելուց երբեք չեմ ամաչում, այդքան մի բան, սիրելի հետևորդներ ջան, ու պահը կգամ, հուսով եմ, էլի սենց ինքնավստահորեն չեմ ասում էլի, ես այդ սերտիֆիկատը ցույց կտամ, քանի որ ես ասել եմ, որ արձերն եմ վերցնելու, իրանք ինձնից մեյլ ուզեցին, տուտիմ սյուդիմ, ամեն ինչն էլ կա, ես կարամ և մեյլ ուղարկեմ, որովհետև ինչքան ուզում եմ, չգիտես ինչ չմանրանամ, Աստծու հանդեպ ոչ մեկ չի կարող ոչ մի բան անի, ես գիտեմ, որ Աստված միշտ մեր հետ է, Տեր ջան, շնորհակալ եմ քեզ, ես արդեն իսկ ասել եմ ուղղակի, այդ պահերով դե հո չէի գիծվելու ձեր հետ, բայց երևի իմ սխալը հենց դա էր, ասեցի թող կարճ հոլովա կլինի, մնացածը կադրից դուրս կլինի, որովհետև կյանքը ցույց է էլի տալիս, որ երբեմն էլ կադրից դուրս ապրելը ավելի ճիշտ է, տարբեր մարդիկ տարբեր ձևով են էլի հասկանում, բայց այս դեպքում երևի թե պիտի էդ էլ կցած կպցրած լինեի, որ իրանց ասում եմ, ես ջմեյլի հետ համաձայն չեմ, ես անձնական, ինքն էլ ասում եմ, нет проблем, դուդիմ-սյուդիմ նենց բաներ ասավ, որ այս պահը այդ պահը չի, այս պահին ես իմ երեխու ու մեր համար եմ այստեղ, այսպես ասեմ, համ իմ երեխին չառանձնացնեմ, ու կյանքը մեծ է, Աստված առողջություն տա բոլորիս, Երևանն ընդայդ չի փախչում, կգնամ, թե իրական կլինի կվերցնեմ, թե ֆեյք կլինի առանց ամաչելու, բարձրաձայն, կասեմ ձեզ, գիտեք, որ սիրելի հետևորդներ ջան, այդ տենց վստահասեցին, վերջում էլ fake դուս եկան, բայց չգիտես ինչի ներքին զգացողությունս ինձ հուշում է, որ fake-ի տեղ ոչ մի բան չկա։ Այդքան մի բան, ճիշտ է այսօր դարը ինքը fake է, բայց, այդ տենց բաներ, հիմա ընդհանուր առմամբ օրը լավ է, որը վախում եմ արդեն ասեմ գլխացավս կորել է, դրա հաջորդ օրը նորից այս գլխացավ, սենց աճ, այս ականջ, այս սենց մի տեսակ, ոնց որ ինձ անընդհատ քաշի հիշացնի, որ իմ աջ կոմը ցավում է, չգիտես թե ինչի, մտածում եմ այն օրը անտառում գլխաբացման եկա, երևի դրա համար էր ստորներ կեսից զգացի, ու կապիշոնս քաշեցի, մի խոսքով, սերմիներ ջան, էդ էլ այսպիսի օր բացվեց իմ համար, այդ նյութը տեղադրելուց հետո, տեսանյութը տեղադրելուց հետո, ես 10 ասեմ, դուք 20 ասեք, այդքան նամակներ եկան, գտաներ, ես դեռ հո չեմ ասել, որ էջում եմ հաղթել, ինչ եմ արել, շատ տարբեր մեկնաբանեցիք, բայց մարդիկ նայում են, գտնում են, ուղարկում են իմ էջի լոգոն ինձ, որ ես այո, առաջի տեղում եմ մենք իհարկե, ու չգիտեմ, իմ համար դա հաճելի է, լավ է, բայց որ ասեմ, սենց դրոշակի պես բարձանքա չէ, փառք Աստծու, ես օրինակի համար շատ տեղերից շատ առաջարկներ եմ ստացել, շատ խանութներից, ոնց ասեմ, շատ գովազդի առաջարկներ, բայց ես զգացել եմ, ոնց ասեմ,
գովազդեի մտչի, որ գնամ ասեմ սա լավն է, նա լավն է, առանց փորձելու ոնց ասես ու դրա դիմաց գումար վերցնեմ։ Ես հասկացել եմ, որ այդ իմը չի, եթե օրինակի համար ես այս սրճեփը չօգտագործեմ, ոնց ասեմ, սա լավն է, դրա համար եղել է, շատ է եղել, երևի մի 10-15 ու ավել անգամ եղել է, որ ինձ առաջարկել են դե իվենտներին մասնակցելու համար Երևանի շատ հեռու եմ, պահկավոր կուզեի իվենտների էլ մասնակցեի, բայց այդ գովազդների համար, համագործակցության համար եղել է, շատ է եղել, նորից եմ ասում, ուղղակի ես հասկանում եմ, որ չէ այն մարդ, իմ վլոգը թող լինի իմը, իմ խոհանոցային էջը թող լինի իմը, մինչև միգուցե մի օր Աստված էլ ասյան այդ ջան, աղջիկ ջան, գիտես ինչ, արի հիմա սենց արա, կոնտենտի ձևը փոխի, ես արա, այն արա, մինչ այս պահը չէ։ Ու չգիտեմ, սիրելի հետևորդներ, իրոք չգիտեմ։ Ես մի տեսակ պարզությունն եմ սիրում, անկեղծությունն եմ սիրում, բաց խոսքն եմ սիրում, բաց միտքն եմ սիրում, այն թաքնված ուրիշ բան ասես, ուրիշ բան անես, նյետ, այդ իմը չի։ Եթե մարդ ես, մի անգամ էլ անես, երկրորդը 100 միլիոն տոկոս չես անի։ Ու սենց պայտակ մտածում եմ, ասում եմ լավ, եթե ֆեյք հա, բայց որ ֆեյք չի, տեսեք ես ինձ հակադարձում եմ, ուստեղ աշխատանքային կարգ ու կանոներ կա էլի, այն ինչը որ ես չեմ ուզում սենց բարձրաձայնեմ եւ այլն, հետո ինձ ասում եք հետևորդները դնում են քվեարկում են, դա այդպես չի, սիրելի հետևորդներ ջան, ուղղակի ես չեմ ուզում, ոնց ասեմ, ավելի մանրամասը ու բաց, սենց սկուտեղի վրա դնեմ ու մատուցեմ այն հարթակ, որտեղ որ պետք չի, էլի հասկանում եք, մեկա կոպիտ ասած իմ հետևորդների մեջ ընդամենը, ոնց ասեմ, դուք իմ լսարանն եք, էլի, ինձ կոնկուրենտ չեք, այսպես ասենք, օնլայն հարթակներ ունի չեմ, կոնկուրենտներ, բայց ես ոչ մեկի մեջ կոնկուրենցիա չեմ տեսնում, ես բոլորին էլ հարգում եմ ու սիրում եմ, բոլորի հետ էլ փորձում եմ, շփվում եմ իմ հնարավորության չափով, իմ ուժի ներածի չափով ու եթե հանկարծ ազատ մի ժամանակ էլ ունենում եմ, բարձրավոր հետաքրքիր է, իմ հայերին նայեմ, իմ հայերին լայքեմ, մի խոսքով, տեսակս այդ տեսակն է։ Համով այս բաժակի կոֆեն շատ, վստահաբար ասում եմ, հետևորդներ ունեմ, այն անգամ Ամերիկայի զրուցում, իմ լավ բարեկամի հետ, պայտակ սուրճի բաժակն աչքովս ընկավ, որ ձևն ես չևի է, ես ամաչեցի, որ ասեմ, վայ դու էլ ես իմ սիրած բաժակների նման բաժակ օգտագործում, մեկ էլ ինքն ասում այդ նկատում ես չէ, քեզ նայելով բաժակս փոխել եմ, ասում եմ ինչի որ, ասում ազիս, ես էլ եմ տաք կոֆե սիրող, ինչ անում էի չէի անում, կոֆես շուտ էր էլի սառում, ասում բայց սրանց մեջ ասում երևի որ սենց գալիս նեղանում այդ դա, համել խմելու պահը այնքան հարմար ու լավ ալնում, համենայն դեպս իմ համար սիրելի հետևորդներ ջան, այս պահին գլխիս մեջ հարսանիք հա ժողովուրդ ու ուրախացա, ասում եմ ինչ հետաքրքիր է, չէ, կյանքում ինչքան հետաքրքիր բաներ կան էլի, ոնց կարա սենց, ոնց կարաս նենց, այն մյուս բանը նենց, բայց թե այո Ալեքսում հետ ես խոսում Հա, բարևի
տղես էլ Մելինեի հետ է շփվում, ու սիրելի հետևորդներ ջան, նենց որ ինչքան ապրում ենք, ինչքան էլ մեկը ես համարում եմ, որ սովորելու տեղ հաստատից հաստատ ունեմ, Ռուսնաչելավ ասում վեք ժիվի, վեք ուչիս, всё равно դուրակոն պամլիոշ, ինձ թվում է դրանք հենց նենց ասած խոսքեր չեն, դրանց մեջ լիքը իմաստ կա, սիրելի հետևորդներ ջան, այդքան մի բան, հիմա ես էլ ձեր հետ միասին կսպասեմ, տեսնենք ինչ առնեմ, ոնց առնեմ, սերտիֆիկատ ոնց են ինձ տալիս, մի տեղ էլ եմ հայտ լրացրել, տեսնենք ընդեղ ոնց կլինի, մի խոսքով էլի սիրելի հետևորդներ ջան, այս մի տեղը, ոնց ասեմ, տեսնենք, կլինի կասեմ, շատ չծավալվեմ, գլուխները չծանրաբեռնեմ, որովհետև ես ասում երբեք մի ասի երբեք, հետ չես իմանա ինչ կլինի ու ոնց կլինի, լիմոնս հատել է, պետք է մի հատ էլ սարքեմ, լիմոն, նկատել եք, որ կեղևով գցում եք ջրի մեջ ու ինքը վերջանում է, կեղևի են դառը հոտը մի տեսա ոնց որ սենց քիթդ խեղդի, այդ տենց բան էլ կա, սիրելիներ ջան, այդքան բան, օրը բացվել է, երեկ ավելի սենց մռթնած ու լռայլ օր էր, այսօր մի քիչ ուրիշ օր է բացվել, տեսնեք ինչ կլինի ու ոնց կլինի, սիրելի հետևորդներ ջան, այնպես որ ջան ասենք, ջան լսենք ու իրար հանդեպ միայն լավն ու բարին անենք, վատը նենց որ նենց կգա կկպնի, քեզ պետք չի, իսկ այ լավը հաճելի է, հաճելի գործողություն է, լավ արար կանելը, սիրելիներ ջան, հիմա, այս ամեն ինչը արել ենք, այս անգործությունից էլ եմ երևի թե ներվային անում, ով կհանգստանար, ես անհանգստանում եմ, որովհետև ես սրա տերը չեմ, նախասրահներ են սիրում զարդարել, ամեն օր ասում եմ այսօր իրիկունը, մի հատ առանձին սիրուն ռոլիկ կնկարեմ, ցույց կտամ, բայց հույս ունենամ այսօր գոնե կկարողանամ դա անել, ցույց տամ թե արդեն ինչքան հաշվենկատ է, ինչա թե երեխեքը շատ են, ուզեց որ երեխեքի համար էլ այս պարտիա հայերեն ոնց ասենք, այս ընթացքում էլի ստեղ գտնվող երեխեքն էլ տենան տոնածառը, ինչպիսին է ջերմուկը, ամանորի նախաշեմին, այ Անահիտն էր, համի պետք է խանութները մտներ, նայեի, աչկադրեի, գցեի, բռնեի, ինչ հա պետք, ինչ չի պետք, քիչ, սենց ամեն ինչից վառնեի, որ վերջում չգա էլի ընտանեկան բյուջետ կմպցնի սենց մի անգամից, նկատել եք գիտեք իմ բնավորությունը, որ ես սիրում եմ քիչ, սենց ճոխ չեմ հանում էլի ցույց տալիս իմաստը, որ նա դրա, որ պահին ինչ հարմար եմ գտնում, առնում եմ, փառքաստու ոչ մի բանից հետ չենք մնում, առաջ էլ չենք գնում, գոհ եմ իմ կարգավիճակից, փառք Տիրոջը, մի խոսքով սիրում եմ այս նախատոնական օրերին, ուղղակի գնաս խանութներով, ուղղակի շատ եմ սիրում, պարտադիր չի,
ամեն գնալուց սենց մի բան առնես ու դուրս գաս, չէ, բայց գնաս մի հատ աչքի տակ առնես, հասկանաս ինչը կա, ինչ կգնի, այդ տենց էլի, մի խոսքով, սերվիներ ջան, այս պահին երևի թե այսքանը, բայց այս կոնֆետների մասին չմոռանաք, իրանք շատ լավն են, գովաց չի, ուղղակի հետաքրքիր համով կառուցվածքով միջուկով կոնֆետներ են։ Այդքանը բոլորիս քաղցր պահեր, քաղցր օրեր, մեկ մտածում եմ, ասում եմ կարող է սենց կառեմ ինձ սազա, հետո էլ ասում եմ չայ մարդ, ես իմ օրում կարճ մաս չեմ ունեցել, ինչ այլ է իմ ես երկար սիրուն մազերին, մանավանդ պոչ կապած, շատ ասած եմ, շատ եմ սիրում պոչ կապած, մի խոսքով ես գնամ իմ գործերով, դուք էլ ձեր, հետո տեսնենք հələ այս խաբար բզիկ տեսախցիկը, որտեղ մեզ էլի իրար հետ կապելու, իրար հետ հանդիպելու, գնացի։ Դե ինձ սիրելի հետևորդներս, հուսով եմ ձեր հարցերի շատ պատասխաններ արդեն իսկ տվեցի, գների, պայմանների, սենյակների, չգիտես թե ինչ հարցերի մասին, կարող եք այսպես ասած հավաքել իմ ցույց տված համարը, այնտեղ կամ Նարեն, հիմնականում Նարեն է պատասխանում, կամ ուրիշ մի աշխատակցուհի, կտա ձեզ բոլոր անհանգստացնող հարցերի պատասխանները, իսկ ես ձեզ ասում եմ առայժմ կհանդիպենք օրվա վլոգում, պակա։